Պարոն Կարապետյան, ես մի հարց ունեմ կապված այն զոհողությունների հետ, որոնք դուք անձնապես պատրաստ եք անել։ Դուք վստահաբար գիտակցում եք այս պրոցեսների բարդությունը, ինչպես նաև բոլոր այն վտանգները, որոնք կախված են թե ձեր անձի, թե ձեր ընտանիքի, թե ձեր թիմի գլխին, այսպես ասած։ Անձնապես դուք ինչ զոհողությունների եք պատրաստ, մինչև ինչ եք պատրաստ զոհել հանուն Հայաստանի։ Տարիներ շարունակ ես ամեն ինչ արել եմ Հայաստանի համար, ինչ կարողացել եմ, ինչքան հնարավորություն ունեցել եմ, բարեգործություն արել եմ։ Հայաստանում ամենամեծ 18 տարվա ընթացքում ամենամեծ ներդրողն եմ։ Այսինքն դուք մի մտածեք, որ դա զոհողություն չի եղել, բայց դա տնտեսական առումով է եղել։ Հիմա ես վստահ եմ, որ ես ունեցել եմ համենայն դեպս վերջի 5 տարիներին, միգուցե ինձանից հարյուրավոր անգամ շատ գումար ունեցողներ են եղել, բայց ամենահաճելի, ամենալավ կյանքը։ Ես դա փոխարինում եմ մեր երկրի, մեր պետության զարգացման հետ։ Ես շատ լավ հասկանում եմ, որ սա շատ ծանր աշխատանք է, շատ պատասխանատու աշխատանք է, բայց ես վստահ եմ իմ ուժերի վրա, որ ես կարող եմ ստեղծել Հայաստանում 300,000 աշխատատեղ հայերի համար, ես կարող եմ կանգնեցնել 300,000 ադրբեջանցիների մեքենաներով մուտքը Հայաստան, դրա համար ես դա չեմ համարում զոհողություն իմ կողմից, ես դա համարում եմ իմ հայրենասիրական պարտքը մեր երկրի և մեր ժողովրդի։ Մեկ հարց էլ ներողություն, դուք նշեցիք, որ դառնալով վարչապետ, եւ դուք վստահ եք, որ դառնալով վարչապետ, հրաժարվում եք ի սկզբանե աշխատավարձից եւ մեկ դրամ կհատկացնեք վարչապետին, քանի որ Նիկոլ Փաշինյանը դժվար թե այդտեղում կարողանա աշխատել։ Նաեւ գործընկերոջս հարցինի պատասխան նշեցիք, որ դեռ չգիտեք ինքը գործակալի տիրույթում է, ինչ տիրույթում է, բայց գիտեք, որ վախենում է Ալիևից։ Ես ուզում եմ հասկանալ, օրինակ Արժան ամբյոնից հնչած ես գնացել եմ գիտակցված զոհողության հայտարարությունը, որը վերաբերում էր 2020 թվականի պատերազմին, արդյոք չի արժանանալու պատժի, արդյոք Արցախի հանձնումը ի վերջո չի պատժվելու։ Նայեք, հաստատ իմացեք, պատժվելու է դավաճանությունը, բայց ես չեմ կարող այսօր հայտարարել, որ Փաշինյանը դավաճան է, գործակալ է, դրա դիմաց անպատասխանատու հայտարարություններ անել և մի քանի ամիս հետո ձեր դեմքին նայել, որ գիտեք, ստուգեցինք այդպիսի բան չկա, դրա համար մենք բոլոր մեր գիտնականներին օգտագործելու ենք, բոլոր կարող ուժերին օգտագործելու ենք, միգուցե նույնիսկ ստեղծենք ոչ թե հատուկ կառույցներ, այլ հատուկ ինստիտուտներ, ովքեր մանրակրկիտ կուսումնասիրեն վերջի 8 տարիների բոլոր քայլերը։ Դրանից հետո օրենքի սահմաններում պատժվողը պատժվելու է, ով արժանի է պատժվելու է, ով արժանի չէ, ես պարզ եմ ասում, քրեական հետապնդումների չի ենթարկվելու։ Մենք չենք պատժելու մարդկանց, ովքեր վախկոտ են եղել, ովքեր թույլ են եղել, իսկ ովքեր դավաճան են եղել, դուք չեք էլ պատկերացնում ինչպես են պատժվելու։ Շնորհակալ եմ։
Շնորհակալություն Նարեկ Կիրակոսյան Factor TV։ Պարոն Կարապետյան, դուք հավակնում եք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին, հիմա խոսում եք անվտանգային խնդիրների մասին, սոցիալական, տնտեսական այդ ոլորտներում առաջարկում եք ձեր տեսլականը, թե ինչպես պետք է զարգացնել։ Դուք, պարոն Կարապետյան, բայց նախկինում այս ու շատ այլ Հայաստանի համար կենսական նշանակության հարցերի խնդիրների վերաբերյալ դիրքորոշում չեք հայտնել։ Մասնավորապես, երբ Հայաստանի Հանրապետությունը 400 միլիոն ամերիկյան դոլար տվեց Ռուսաստանի Դաշնությանը զենք ստանալու համար, մի ծանր վիճակում 2021 թվականն էր, 21-22 թվականը 44-օրյա պատերազմից հետո դուք դիրքորոշում չհայտնեցիք, թե ինչու Ռուսաստանը գումարը վերցրեց եւ զենքը չտվեց։ Պարոն Կարապետյան, դուք դիրքորոշում չհայտնեցիք այն ժամանակ, երբ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածք, օկուպացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքները եւ Երևանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, բայց ՀԱՊԿ-ը չարձագանքեց ՀԱՊԿ կանոնադրության համաձայն։ Պարոն Կարապետյան, դուք տարիներ շարունակ ապրելով եւ գործունեություն ծավալելով Ռուսաստանի Դաշնությունում երբևէ չեք արձագանքել, դիրքորոշում չեք հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը, որի հետ իդեպ պատրաստվում եք խորացնել հարաբերությունները, տարիներ շարունակ Ադրբեջանին վաճառել է հարձակողական զենքեր, որոնցով սպանվել են հայեր։ Ինչու եք լռել, պարոն Կարապետյան, այս թեմաների վերաբերյալ, ինչու գնահատական չեք հայտնել, որն է եղել կաշկանդվածության պատճառը։ Նարեկ, դու մոռացար գլխավոր հարցը տալ, ինչը խոստացար չմոռանաս Ես տալ։ քանի որ Տիկին Ղարամանյանը նշել է, որ ունենալու եմ եւս հարց իրավունք, դա նախատեսել եմ։ Նայ, Նարեկ, ես վստահ հայտարարում եմ, չկա աշխարհում հայ, որ ավելի շատ բան է արել Հայաստանի բանակի համար, չկա աշխարհում հայ, ես նկատի ունեմ ոչ պաշտոնական անձանց, որտեղ Փաշինյանը շատ բան արել, ինձ թվում է, որ ձեր ասած օրերին ավելի շատ նպաստել է, որ Ղարաբաղում պատերազմը կանգնի, դուք ճիշտ կլինի, ես չեմ կարող, այս ամենածանր հարցն է ինձ համար, քանի որ ես չեմ կարող փակագծեր բացել, այդ հարցը ուղղեք թե Փաշինյանին, թե վերջին տարիների Հայաստանի պաշտպանության նախարարներին, նույն 44-օրյա պատերազմի պաշտպանության նախարարին, թե Արցախի հենց հետ վերադարձրինք իշխանություններին եւ դուք բոլոր ձեր հարցերի պատասխանը կստանաք իրենցից, քանի որ ես չեմ կարող այդ հարցին բացված պատասխան տալ։ Դրա պատասխանը տվել է Փաշինյանի շեֆը, երբ ինձ հայտարարել է միջազգային հետախուզում։ Միջազգային հետախուզում չեն հայտարարում մարդկանց, ովքեր ոչինչ չեն արել այդ օրերին։ Նա միջազգային հետախուզում չհայտարարեց ոչ Փաշինյանին, ոչ իր խմբակի գոնե մեկ անդամի։ Դրա համար դիմեք իրենց, կստանաք պատասխան, եթե չի բավարարի, նորից կհարցնեք։ Քանի որ արդեն հավաքվել ենք, պարոն Կարապետյան, գուցե դուք ասեք, ինչ էիք անում այն ժամանակ, ինչպես էիք ձեր կապերը օգտագործում, որ հայերին սպանելու համար Ռուսաստանը զենքեր չվաճառի, կամ Ռուսաստանին ում հետ եք խոսել, որ 400 միլիոն դոլարը վերցրեցին, զենք չտվեցին։ Դուք ասում եք գնացեք հարցրեք Փաշինյանին, բայց ես ձեր դիրքորոշում, դուք օքեյ եք դրա հետ, որ փողը վերցրե, զենքը չեն տալի։ Ես օքեյ չեմ, որ Հայաստանը ղեկավարում է թույլ իշխանությունը։ Ես օքեյ չեմ, որ Հայաստանի իշխանությունը նույնիսկ զենք գնելու ձևը չգիտի։
Զենք երբ որ գնում ես, զենքը ստանում ես։ Հիմա դուք ինչ եք ուզում, իրեն ձախողումներին ես բացատրություն տամ, կարամ տամ, եթե շատ եք ուզում, բայց դա կլինի ոչ կոռեկտ։ Ես չեմ ուզում անցնեմ այդ սահմանը։ Գնեք, դուք կաշկանդված եք Ռուսաստանի իշխանություններին քննադատելու հարցում։ Իսկ դու ինչ քեզ չէ, Ռուսաստանի իշխանություններին անտեղի քննադատելու հարցում ես ոչ թե կաշկանդված եմ, ես բարոյական իրավունք չունեմ, անտեղի քննադատեմ մարդկանց։ Չէ, դե որ ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարում, դա անտեղի քննադատություն է։ Եթե ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարում, ինչ անեմ, քֆուր մի հատ տամ ՀԱՊԿ-ին, դուրդ կգա, որ կզգաս ես կաշկանդված եմ։ Իհարկե ես հարցեր ունեմ ՀԱՊԿ-ին։ Իհարկե ես հարցեր ունեմ բոլոր այդ process-ներին, որը բերեցին մեր ազգի խայտարակությանը։ Բայց քանի որ ես իշխանություն չեմ եղել, ես չգիտեմ ինչ պայմանավորվածությունների սահմաններում, հիմա միգուցե Բաժինյանը չի էլ դիմել ՀԱՊԿ-ին, ես նստեմ բացատրեմ, թե ՀԱՊԿ-ի գործունեություն չի ծավալել։ Հենց ունեցանք իշխանություն, բոլոր հարցերի պատասխանը դուք կունենաք, բայց այսօր եղունգիս նայեմ, ով ինչ է արել այդ պայմաններում, ես որպես հայ իմ պարտականությունները, իմ պարտքը, իմ հայրենիքին շատ ազնիվ, ասում եմ, ամենամեծ ձևով արել եմ, որի մասին չեմ կարող խոսել։ Շնորհակալություն։